վերջին զանգ։ Նախագիծ, որ հեռարձակման առաջին իսկ օրից գրավեց հեռուստադիտողին։ Նախագիծ, որ գրանցեց բացառիկ հաջողություններ։ Սոսին ասում է սոս, ինձ ասում է պապա։ Հա, լավ, դու եկավ մարդ ես։ Երբ որ իմացա, որ իմ վերջին նկարահանման օրերն են, ես լացել եմ լիքը։ Որոշեցինք սյուժեն բաժանել 2 ժամանակահատվածի՝ անցյալ ու ներկա։ Արի։ Պապասա։ Ալես։ Իմ արամ, առաջին Որքուրս, հա։ Ստուտիմ։ Առանց հիստերիկ նոպաների։ Եվ ինչպես կկայանար մեր հերթական նախագիծը, եթե չէլիներ իմ ստեղծագործական հրաշալի անձնակազմը։ Ձեր հետ աշխատելը ուղղակի մեծ պատիվ էր։ Շատ եմ սիրում իմ ստեղծագործական անձնակազմին։ Թերևս ամենահետաքրքիր ժամանակահատվածն այն էր, երբ նկարահանման ընթացքում հասցրինք մեկը մյուսի հետևից ամուսնացնել մեր գլխավոր հերոսներին՝ Լևոնին եւ Ռոզային։ Ես նույնիսկ քո հարսանիքին լինելու խաթր ուշ եմ գնացել մեղրամիս, այդ էլ նշենք։ Շուտով չես լինի իմ ամուսինը։ Կարծում եմ ապտակը ստեղին էր։ Արա, ով ասրա ձեր մարդ խառնել իրար։ Խոսելով վերջին զանգի մասին, չեմ կարող չանդրադառնալ այն մարդկանց, ովքեր խոշորացույցն առած փնտրում ու գտնում էին մեր վրիպակները։ Ինձ խոսք եմ տվել մի օր հայելու դիմաց կանգնած, որ ես երբեք չեմ կարդալու մեկնաբանություններ։ Ուզում կարծումներ, գտած մորակոր։ Թողնի արա։ Յանեք։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Գնես։ Շնորհավորում եմ բոլորիս։ Թող 2026 թվականն իր հետ խաղաղություն, սեր, բարիք ու պտղաբերություն բերի։ Երնեք թե այս տարին իսկապես վերջ տա հայի ցավին։ Իմացիր ավելին Դիանա Գրիգորյանի հետ։ Կիրակի օրը Armenia Premium-ի եթերում։ Միացիր մեզ, բաժանորդագրվիր մեր սոցիալական հարթակներին եւ ստացիր հնարավորություն առաջինը տեղեկանալու մեր նոր նախագծերի մասին։ Այլ կերպ ասած, բաժանորդագրվիր, ծանուցվիր եւ վայելիր լավագույնը։